Մասնագիտություն։ Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը կրողը անպայման պիտի բարձր ճաշակ ունենա, ենթադրում եմ, կարծում եմ, թե որն է այդ մասնագիտությունը, լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Երբ միավորվում են հստակ չափսերն ու ճշգրիտ հաշվարկները, մեծ ոգեշնչումն ու անծայրածիր երևակայությունը ստեղծվում է աշխարհի ամենաանհրաժեշտ ու արդիական, ստեղծագործական ու աշխատատար, հազարամյակների պատմություն կրող ու մարդկանց մինչ օրս գեղագիտական հաճույք պատճառող մասնագիտություններից մեկը։ Հագուստի մոդելավորում եւ նախագծում, մոդելավորողների վառ եւ զարմանահրաշ, ինքնատիպ եւ անմոռանալի, տարբերվող ու ազդեցիկ գաղափարների ամբողջություն։ Գաղտնիք չէ, որ ինքնատիպ եւ նրբագեղ հագուստը ձևավորում է մարդու կերպարն ու անհատականությունը։ Էլեգանտ, շքեղ, բարձրորակ եւ հարմարավետ հագուստը յուրաքանչյուրի երազանքն է, իսկ գեղեցիկ կարելի է հագնվել կյանքի բոլոր իրավիճակներում։ Հագուստի ստեղծումը ոչ միայն բարդ ստեղծագործական եւ տեխնիկական գործընթաց է, այլև իսկական արվեստ, որ պահանջում է ոչ միայն դիպուկ աչք եւ ճշգրտություն, այլև ստեղծագործական մոտեցում, մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների մշտական կատարելագործում։ Իմ զրուցակիցը Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Մարոնյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հռիփսիմե, այ որ նայենք այդ պատմությունը, այն սկսում էր տերևներից, որ միշտ պատկերացնում են, այսպես պատկերում են Ադամ Եվային, հետո նայում ենք մորթիներ, կենդանիների, հա, այդտեղից երևի այդ մորթիներից ինչ որտեղ սկսվեց, երևի այդ գեղեցիկ մորթիները մարդիկ, ովքեր ավելի մեծ ճաշակ ունեին, գեղեցիկ մորթիներ էին ընտրում, թեկուզ երևի այն ժամանակում ինչ պատահեր, ով գիտի, հետո այս հագուստը արդեն նայում ես հին Հունաստանում, Հռոմում արդեն այսպես կարևոր էր ինչ որ առումով ու այնպես որ բավականին երկար պատմություն ունի այս հագուստի մոդելավորումն ու նախագծումը, էլ չեմ ասում, որ արդեն, չգիտեմ, այս միջնադարում եւ հետո այդ բում բառը, որ ասում են, երևի եղավ, այն նայում ենք այն կանանց, չգիտեմ, կորսետներով եւ այլն, ու ամեն ինչ ինչքան արագ փոխվեց, աստիճանաբար, արագ եւ այս 20-րդ դարը ընդհանրապես ամեն ինչ սկսեց փոխել ու ինչ որտեղ եթե առաջ տղամարդիկ եւ կանայք շատ տարբեր հագուստներ ունեին, 20-րդ դարում սկսեց, ասենք, նմանվել, հա, ու հիմա էլ որ նայում ես, հա, ինչ որտեղ էլի հագուստներ կան, որ երկու սեռն էլ կարծես կարող է կրել, չնայած իհարկե այն կանացի շքեղ հագուստները լրիվ այլ պատմություն է, հա, հիմա այ ինչից սկսենք, որն է մոդելավորումը եւ որը նախագծումը դրանից Ձեր արչև նստած է մարդ, ով անմնացոր սիրահարված է իր մասնագիտությանը եւ իմ էմոցիաները փորձում եմ փոխանցել ուսանողներին, վարակել այդ խանդավառությամբ, ուսումնասիրել ավելի խորությամբ մասնագիտությունը։ Սկսենք ձեր հարցից, այո, նորաձևությունը ունի հազարամյակների պատմություն։ Հազարամյակներ առաջ անգամ մարդու դիրքը ընդգծվում էր հագուստով։ Յուրաքանչյուր խավ ուներ իրեն պատկանելով հագուստի տեսակը, որը իրավունք չուներ այլ խավի ներկայացուցիչ կրել։ Դասակարգումը նաև ըստ հագուստի էր լինում։ Այո, դուք ճիշտ եք, ժամանակակից նորաձևությունը զարգանալով 20-րդ դարում ավելի բարդ ֆորմաներ ընդունեց, առաջ եկան կորսետները եւ իհարկե պատմական իրադարձությունները իրենց վրա որոշակի ազդեցություն ունենում են, այսինքն հետ պատերազմական շրջանում, ինչպես նշեցիք, դուք կորսետները կային, հետ պատերազմական շրջանում, երբ արդեն կանայք ստիպված էին կատարել նաև այլ պարտականություններ, իրենք ստիպված էին ձերբազատվել կորսետներից։ Ժամանակակից նորաձևությունն էլ արդեն շատ բազմաշերտ է։ Հիմա ավելի անհատականությունն ընդգծող հագուստ են կրում մարդիկ։ Իրենց ներքինը ավելի ներկայացնում են հագուստի տեսքով։ Եվ այո, դուք նորից ճիշտ եք, երրորդ պնդման ժամանակ, որ հագուստը արդեն երկսեռ չէ, դառնում է կարծես միասեռ, ավելի հարմարավետ։ Բայց վերջին այս տարվա նորաձևությունը կանացի ուրվագից ավելի ընդգծող է դարձել։ Ավելի ակցենտավորվել են ուսերը եւ ավելի նեղացել է գոտկատեղը, այդպիսի կանացի ուրվագիծը վերադարձնելու նպատակով։ Այս պահի նորաձևության միտումներն էին սրանք։
Հիմա եթե այ դառնանք անվանումը, չէ՞, մեր թեման, ասենք մասնագիտությունը կոչվում է հագուստի մոդելավորում եւ նախագծում։ Սրանք մի կողմից մտածում ես երևի նույնն է, բայց երևի կա տարբերություն, չէ՞, մոդելավորման։ Հագուստի մոդելավորումը բազմաշերտ մասնագիտություն է։ Այն ընթացքում կայացրած որոշումների ամբողջություն է եւ յուրաքանչյուր этаպում կայացված որոշումը մասնագետն է ընդունում։ Նախագծումը կարևոր փուլերից մեկն է հագուստի։ Երբ մոդելավորողը նկարում է էսքիզը, ինքը պիտի ունենա բավականաչափ նախագծային գիտելիքներ, որպեսզի հասկանա ինչ մեթոդներով կարելի է իրականացնել դա, կամ իր թիմում պիտի լինի բավականաչափ փորձառու նախագծող, ում հետ թիմային համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ստեղծել սկզբնական գաղափարը։ Այսինքն յուրաքանչյուր փուլում դա կլինի գործվածքի ընտրություն, սիլուետի ընտրություն, նախագծային մեթոդներ, տեխնոլոգիական մեթոդներ, այս բոլոր որոշումների արդյունքում է միայն որակյալ հագուստը արդեն ավարտին դառնում այնպեսին, ինչպեսին որ ակնկալվում է, հա, որակյալ է դառնում։ Դե այսպես եթե մի խոսքով ասենք, մոդելավորողը ավելի շատ դիզայներ է, հա, եթե այսպես ասենք, նախագծողը ինժեներ, ինչ որ այո, դուք շատ ճիշտ տերմինը գտաք, դա հագուստի ինժեներն է, որը փոխարինվել է մասնագիտության մեջ հագուստի նախագծող անվանմամբ։ Հա, դե երկուսն էլ կարծում եմ շատ կարևոր են, որովհետև կարելի է շատ գեղեցիկ, ասենք, գծել, նկարել, բայց ինչպես պիտի իրականացվի, դա էլ շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ նաև նախագծողը եւս ունենա մոդելավորողի կրթություն, որովհետև գծագրի վրա յուրաքանչյուր գծի դիրքը, գծի ուղղությունը, դա արդյունքում երևում է հագուստի վրա եւ ինքը պիտի ունենա նկարչական հմտություններ, որ այդ գիծը ճիշտ տեղով անցնի արդյունքում դառնալով ճիշտ լուծում հագուստի համար։ Հիմա որ նայում ենք, ասենք, եթե վերցնենք Հայաստանում, այս վերջի 30 տարում, այս խորհրդային միությունից հետո իսկապես շատ բան փոխվեց, այն առումով, որ այսպես մասնավոր արտելներ ի հայտ եկան եւ այլն։ Ու հետաքրքիր է, որ այդ համաշխարհային բրենդների կողքին այդ մասնավորները կարողանում են գոյատևել, որտեվ եթե այն խորհրդային միության ժամանակ, ասենք, այդ ամեն ինչը տակից էր, չգիտեմ, այդ խանութներում չկար, հետո այդ ամենը բացահայտ էր, այսինքն նույնիսկ այդ չէ բրենդային խանութներ կան Երևանում տարբեր եւ այլն, բայց արտելները կարողացան ստեղծվել ու գոյատևել երևի նրա համար, որ դուք շեշտեցիք, որ հիմա հագուստը գնում է ավելի անհատական ընդգծելու, հա, տվյալ անձի, չգիտեմ, առանձնահատկությունները, կերպարները եւ այս առումով երևի արտելները կարևորվում են նրանով, որ հատուկ կարում են տվյալ անձի համար, հա, այսպես ասենք։ Հայ սպառողը բավականին պահանջկոտ է, բացի նրանից, որ ինքը որակյալ հագուստ է ակնկալում, այլ նաև ուզում է իր անհատականությունը ընդգծող շեշտադրումներ լինեն հագուստի վրա անպայման։ Այո։ Դե ուրեմն ես որ նայում եմ, երևի կարելի է բաժանել ուրեմն այդ մոդելավորում լայն հասարակության, չգիտեմ, շերտերի համար, բոլորի եւ այլն, եւ ասենք մոդելավորում եւ նախագծում անհատականությունների համար։ Երևի այս երկու ուղղությունն է հիմնականը, հա։ Իրականում հենց այդպես էլ բաժանված է, գոյություն ունի եզակի նմուշներով նորաձևություն, հոդկուտյուր, որը պոդիումային ավելի ցուցադրությունների համար է կատարվում եւ ավելի բեմական հագուստներ, ավելի երեկոյան պիսի հագուստներ են ներկայացնում եւ կա պրետապորտե ասվածը, որ ավելի լայն մասաների համար է հագուստներ իրականացնում։ Այո, բաժանումը հենց այդպես էլ արվում է։ Դե հիմա ես չեմ կարծում, երևի աշխարհում այն զարգացած հարուստ երկրներում նեղ մասնագիտացումները շատ են։ Ես ենթադրում եմ, որ կլինեն երևի մասնագետներ, որ չգիտեմ, միայն կանացի հագուստ են անում, կլինեն, որ միայն տղամարդկային, չնայած կան մասնագետներ, որ ամեն ինչ են անում, բայց Հայաստանում ես ենթադրում եմ, որ դուք, ասենք, երբ որ դասավանդում եք, ինչ որ չեք բաժանում, այդ ամենը միասին եք դասավանդում։ Այո, մենք պարտավոր ենք ամբողջական կրթություն տալ նախագծողին, մոդելավորողին, ավարտելուց հետո միայն ինքն է որոշում, որն է իրեն ավելի հոգեհարազատ, որ ուղղությամբ աշխատի, բացի դրանից մենք չգիտենք ուսանողը ավարտելուց հետո որտեղ կհայտնվի, ու մեր պարտքն է պատրաստել իրեն առավելագույն ձևով, որպեսզի յուրաքանչյուր տեղում հայտնվելով ինքը կարողանա լիարժեք ինքնադրսևորվել ու գտնել իր տեղը։ Հիմա այսպես որ ասում ենք, այս մոդելավորողն ու նախագծողը
ես ամենապարզ հարցն եմ տալիս, էլի, կարել պիտի իմանա, թե չէ, այսպես նայենք, էլի, որտեղ վերջի վերջո այսպես նայենք, գուցե պարտադիր չի, որ նա կարել իմանա, բայց մարդկանց ընկալումները ուրիշ են, երևի մտածում են, որ նա պիտի անպայման կարել իմանա, այդպես է, թե չէ։ Կարևոր է որ իմանա, Կարևոր է, որովհետև հագուստի որակը հասկանում ես, երբ ինքնուրույն կարել կարողանում ես։ Այլ խնդիր է, որ դիզայներները չեն սիրում կարել, բայց իրենք պարտավոր են կարել իմանալ։ Իրենք պարտավոր են իրենց կյանքի թեկուզ կարիերայի ամենասկզբում որոշակի կարի գործընթացի մասնակցած լինեն։ Մեր բուհը շատ կարևորում է այդ փաստը, եւ մենք պրակտիկաներ ենք կազմակերպում հայաստանյան տարբեր ֆաբրիկաներում, ուսանողները գնում են եւ ոչ միայն դիտորդի կարգավիճակում, այլ նաև ֆաբրիկաներում մասնակցում են ամբողջ գործընթացին, ծանոթանում են գոյություն ունեցող մեքենասարքավորումներին, ձևարաններին, ընդհանուր առմամբ ինչպես է կառուցվածքը ֆաբրիկայի։ Շատ կարևոր է դա, որովհետև իրենք վերջում պիտի կարողանան կառավարել այդ ամենը եւ ակնկալել արդյունք, չէ՞։ Իսկ արդյունք ակնկալել գործընթացը կառավարել կարելի է, երբ ներսից ծանոթ ես դրան։ Հրաշալի լուծում է մանկավարժական համալսարանի կողմից պրակտիկան այդտեղ վստահելը խոշոր ֆաբրիկաների հետ ենք համագործակցում յուրաքանչյուր տարի փոխվում են գործընկերները այն պատճառով որ ուսանողները կարողանան ավելի լայն շրջանակի ծանոթանալ մշտապես նույն ֆաբրիկաները չեն այցելում 4 տարիների ընթացքում իրենք բավականաչափ նաև ոլորտին են ծանոթ լինում որ ֆաբրիկան ինչ է արտադրում որ ոլորտում որ մեկն է ավելի ուժեղ առաջատար որ ասպեկտները կարելի է ուժեղացնել նաև հետևություններ անել իրենց հետագա գործունեության համար Եվ գուցե այդ պրակտիկան օգնի, չգիտեմ, հետո աշխատանք գտնելու հարցում, այ ինչպես է դա, հա։ Իհարկե, ֆաբրիկաներում պրակտիկայի ավարտին արդեն մեր ուսանողներին հրավիրում են աշխատանքի, նույնիսկ որոշակի զիջումների են գնում, քանի որ ուսանողը օրվա առաջին մասում պիտի լինի համալսարանում, առաջարկում են օրվա երկրորդ կեսից գնալ աշխատանքի, այնքան որ պատրաստ են լինում մեր ուսանողները արդեն իրենք պատրաստված գնում են եւ իրենք էլ լրացնելով գործնականում որոշակի գիտելիքների pašարը արդեն ափսոսում են այդ կադրերին բաց թողնել եւ հենց այդպես հրավիրում են աշխատանքի մեր ուսանողներն էլ որոշակի դեպքերում այո ի հպարտություն մեզ շարունակում են աշխատել եւ փորձառություն ձեռք բերել իհարկե վճարովի արդեն այ հետարքիր է ինչ այս սկսենք սկզբից ասում որ մեզ լսում են եւ մարդիկ ուզում են ասենք դառնալ հագուստի մոդելավորող եւ նախագծող եւ ուզում են գալ սովորել ինչ քննություններ են տալիս ինչ նախապատրաստվեն այդ ձեզ մոտ ինչ են տալիս Մեզ մոտ ընդունելության քննությունները երկուսն են գծանկար եւ կոմպոզիցիա առարկաներից որոշակի գիտելիքներ սկզբնական պետք են այդտեղ եւ գունատեսություն փոքրիկ եւ գծանկարի վերաբերյալ մենք ունենք նաև նախապատրաստական этаպներ, որտեղ մասնակցելով ուսանողները կարճ ժամանակում կարող են լրացնել իրենց գիտելիքները եւ ավելի պատրաստված ներկայանալ քննություններին, ընդունելության, բայց շատ են նաև մարդիկ, ովքեր արդեն պատրաստ գալիս են ու հաղթահարում են քննությունը եւ ի ուրախություն մեզ, ի հպարտություն մեզ պիտի ասեմ, մեզ մոտ միշտ մրցակցություն է լինում տեղի համար, տեղերը միշտ լրացված են լինում Պետ պատվեր երևի չկա, չէ, այստեղ, որտեղ հա, որովհետև սա այնպեսի պահանջված մասնագիտություն է, կարծում եմ, որ ասենք մրցակցություն միշտ կլինի ընդունելություն։ Այ իսկ որ ասում եք այ նախապատրաստական, հիմա մեզ որ լսում են քննությունները երբ է հուլիսին։ Այո։ Դեռ ժամանակ կա։ Դեռ ժամանակ կա, հիմա մարդիկ որ մեզ լսում են, ուզում են նախապատրաստվել, ինչ անեն, որտեղ կանում զանգեն, ինչպես։ Կազմակերպչական հարցերին ճիշտ ասած այդքան էլ ծանոթ չեմ, բայց մենք բոլորին սիրով սպասում ենք մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում յուրաքանչյուր դասախոս պատրաստ է էքսկուրս անցկացնել, յուրաքանչյուր հարցերի պատասխանել, իսկ կազմակերպչական հարցերում արդեն կարելի է մոտենալ, ուղղորդենք ամբիոն, որտեղից արդեն սպառիչ պատասխաններ կստանա։ Լավ, ուրեմն ընդունվեցին։ Հիմա ինչ են սովորում, ասենք բակալավրիատի այդ 4 տարին, հա, այսպես ինչ են սովորում այդ արդյունքը, սկզբից եւ հետո։
կառուցվածքը դասապրոցեսի հետևյալն է, յուրաքանչյուր 4 տարվա յուրաքանչյուր փուլերում անցնում են հագուստի մոդելավորում եւ նախագծում մասնագիտական առարկաները, որոնք չեն ընդհատվում 4 տարիների ընթացքում։ Աստիճանաբար միանում են մասնագիտական գունանկար, գծանկար առարկաները, ազգային տարազի պատմություն, շատ կարևորում ենք տարազի մասին գիտելիքների արկայությունը։ 4-րդ կուրսում արդեն միանում է համակարգչային դասընթացը, որը ուսանողներին տալիս է ավելի արդիական ձևով աշխատելու հնարավորություն, այդ հմտություններն են փոխանցվում եւ գիտելիքը նախագծում տեխնոլոգիա այդ ամբողջության մեջ ուսանողը արդեն ավարտին հասնելով կարողանում է իրականացնել իր առաջին հավաքածուն։ Յուրաքանչյուր տարեվերջին մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետը իրականացնում է դեֆիլե, որտեղ ուսանողները ներկայացնում են իրենց հավաքածուն, նվազագույնը 3 եւ 5 մոդելներից կազմված։ Դա շատ կարեւոր փորձառություն է մոդելավորողի համար։ Իրենք արդեն առաջին անգամ աշխատում են մոդելների հետ, իրենք ընտրում են մոդելները, կաստինգ է կազմակերպվում, իրենք հասկանում են իրենց նկարած հագուստը, որ մոդելի վրա ավելի ներկայանալի կլինի։ Իսկ գեղարվեստական կրթության ֆակուլտետը այնքան գեղեցիկ է կազմակերպում դա, մենք վերջում հրավերքներ ենք անում նաև գործատուների, ովքեր գալիս են տեսնում մեր ուսանողներին եւ անմիջապես հրավիրում են աշխատանքի։ Այսինքն այդ փուլերը անցնելով ուսանողը արդեն պատրաստ որպես մոդելավորող դուրս է գալիս համալսարանից։ Իհարկե ունենք նաև մագիստրատուրական կրթություն, որտեղ կերպարվեստ մասնագիտության մեջ կա ճյուղ հագուստի մոդելավորում։ Ուսանողները կարող են նաև մագիստրատուրայում շարունակել կրթությունը եւ ստանալ արդեն մանկավարժի որակավորում։ Նաև բացի հագուստի մոդելավորողից, նաև մանկավարժի որակավորում։ Դե ես շատ կուզեի, որ ասենք սա դասավանդվեր ինչ որ առումով նաև դպրոցներում, որտեվ կամ ինչ ասեմ, ոչ եթե դպրոցներում չէ, քոլեջներում եւ այլն, որտեվ երևի կան դասավանդումներ, այն առումով, որ այսօր շատ կարեւոր է, որ մարդիկ մի երկու մասնագիտություն ունենան, որտեվ ամեն ինչ այնքան արագ է փոխվում կյանքում, որ ընտրություն ունենան, ասենք։ Այո, արհեստական բանականությունը մեծ քայլերով գալիս է փոխարինելու շատ մասնագիտությունների։ Հիմա չի սպանում մոդելավորողներին։ Նույնիսկ արհեստական բանականությունն է պատասխանում, որ ինքը դեռ լիարժեք չի կարող փոխարինել մարդու ստեղծարարությանը։ Բայց տեսեք, որ այդ վտանգը կա, ես կարդացի, որ Մասկ օրինակ Իտալիայում դիզայներներին եւ այլն հսկա օրավարձը մի քանի 100 եվրո օրավարձ է տալիս, որ աշխատեն այդ ուղղությամբ, ես զարմանում եմ ինչու են համաձայնվում, որովհետև վերջի այդ արհեստական բանականությունը եւ այդ հանդությունների խլի նրանք էլ պետք չեն լինի այդքան, բայց վերջի երևի գայթակղի չէ այդ գումարը ու մտածում եմ այ բայց արհեստական բանականությունը այս մասնագիտությունը կարող է ամբողջապես փոխարինել, թե չէ։ Չեմ կարծում, որովհետև մարդկային գործոնը կարևոր է մեր մասնագիտության մեջ, զգացմունքայինությունը կարևոր է, երբ դու ստեղծում ես հագուստ, զգացմունք ես դնում հագուստի մեջ, դու զգում ես դիմացի մարդու հոգեբանությունը, դու պիտի կարողանաս գալ եւ իրականացնել հենց իր համար զգեստ, իր համար հագուստ, ինչը դեռևս զգացմունքային առումով չեմ կարծում, որ փոխարինելի է։ Չէ, նաև ես մտածում եմ, որ ուղղակի դա կարող է շատ լավ գործիք լինել։ Հեշտացնում է։ Եվ լավ մասնագետ լինելու համար մենք հիմա նաև կարևորում ենք արհեստական բանականության դերը եւ իհարկե դեռ չենք խթանում, բայց թույլ ենք տալիս որոշակի ներմուծում արհեստական բանականության աշխատանքի։ Դա հեշտացնում, արագացնում է աշխատանքը, իսկ մենք լրացուցիչ անգամ ուսանողին ծանրաբեռնելու խնդիր չունենք, այն ինչը կարող է արհեստական բանականությունը իրականացնել, ոչ ստեղծարարությունը, ոչ այն ամենը, ինչը որ կա։ Ուղղակի տեխնիկական մասը դա կարող է իրականացնել արհեստական բանականությունը, անգամ եթե մենք թույլ չտանք, իրենք շատ լավ գիտակցում են հնարավորությունները եւ որոշակիորեն օգտագործում են, բայց կան նաեւ մեթոդներ ստուգելու եւ բացահայտելու ամբողջությամբ կատարված արհեստական բանականության կողմից կատարված աշխատանքը, այնպես որ դասախոսը որոշակիորեն պաշտպանված է եւ կարող է տեսնել ուսանողի
արհեստական բանականություն ներմուծելու չափը։ Հիմա նույնիսկ դրս արտերկրում տեխնացուական ատենախոսությունները իրականացնելիս որոշակի չափ օրինական արդեն թույլատրվում է, որ արհեստական բանականությունը մասնակցի։ Այսինքն դա արդեն դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Ու որpիսի քայլենք ժամանակին զուգընթաց, մենք պիտի դա ընդունենք։ Չէ, ես կարծեմ դե ճար չունենք, ուզած պիտի ընդունենք ուղակի կրթությունն էլ ինչ որ առումով ստիպված ենք փոխելու, որ մարդիկ կարողանան արհեստական բանականության հետ աշխատել, ճիշտ հարցադրումներ անել եւ այլն։ Բայց վերջի վերջո արհեստական բանականությունը ինքը միքս է անում, այսինքն ինքը եղածի այդ ամբողջ ստեղծածի հիման վրա անում է միքս եւ այդ անում է, բայց լրիվ նոր բան չի կարող ստեղծել, լրիվ նոր բան, այդ ամեն ինչից դուրս։ Այս առումով իհարկե կարող է որ այն որ ասում ենք հասարակության լայն շերտերի համար այդ հագուստները նախագծել, բայց անհատական մոտեցումը շատ դժվար է լինելու ու այդ չի կարող։ Բայց իհարկե լավագույն մասնագետները կմնան, դրա համար պիտի ձգտել լինել լավագույն մասնագետ։ Այո, անընդհատ վերապատրաստվել, անընդհատ ոլորտի լավագույններից սովորել ու շարժվել առաջ։ Մեր մասնագիտության մեջ ամենակարևոր դերը ունի նաև աշխատասիրությունը։ Ոչ մի պահ չպիտի կանգ առնես, որովհետև կանգառը վտանգ է ոլորտից դուրս մնալու կամ հետ մնալու։ Անընդհատ պիտի աշխատես։ Հիմա եկան ու, չգիտեմ, ահագին բան սովորեցին։ Այդ հնարավորությունները, ասենք, դուք ունեք, թե ասենք պիտի գնան տանը կարեն, բերեն, ինչպես է դա արվում։ Դուք ասում եք, որ 3 ասենք մոդել են ներկայացնում։ Ոնց է գնում են տանն են կարում, թե գնում են, չգիտեմ, ատելե պատվիրում են, թե ձեզ մոտ կա այդ հնարավորությունը, ինչպես է, որովհետև իսկապես բարդ է, սա նաև ինչ որ արտադրական մասնագիտություն է կամ չգիտեմ ուսուցում է, ինչպես է ալում։ Այո, համալսարանի լսարանները համալրված են որոշակի չափով արտադրական կարիմեքենաներով, ուսանողները սովորում են կարել մեքենաներով եւ իհարկե չեն բացառում, որ իրենք տանն էլ ունեն արդեն կարիմեքենաներ եւ որոշ աշխատանքը շատ ծավալուն է։ Միայն լսարանային ժամերը բավարար չեն լինի իրականացնելու համար աշխատանքը, դրա համար տանը նույնպես աշխատում են եւ պարբերաբար յուրաքանչյուր օր իրենք գալիս են կոնսուլտացիայի, իրենց նախագծի դիպլոմային նախագծի ղեկավարների հետ կոնսուլտացիաներ են իրականացվում, մինչեւ վերջնարդյունքին հասնելը արդեն։ Դա կարևոր է իհարկե եւ ես ենթադրում եմ, որ այդ առաջի կուրսի մոդելները երկրորդ, երրորդ դերև գնալով բարթանում է ավելի, այո, իհարկե։ Կուտակային էֆեկտով այդպես աստիճանաբար ծրագիրը բարթանում է, մեր ծրագիրը հենց այդպես էլ կազմված է պարզից բարդ, 4-րդ կուրսում արդեն կարողանում են իրականացնել բավականին եւ բարդ նախագծեր եւ մոդելներ։ Դե ինձ թվում է տղամարդկանց հագուստը հեշտ է երևի առաջի կուրսում, տղամարդկանց հագուստը ամենաբարդ։ Բարդն է։ Այո, իհարկե, որովհետև կանացի հագուստը յուրաքանչյուր փուլում, եթե անգամ փոքրիկ թերություն կա, կարելի է շտկել եւ այլ լուծումով տակից դուրս գալ ներողություն արտահայտության իսկ պատկերացումները սխալ են։ Ոչ, իսկ տղամարդու հագուստը ի սկզբանե պիտի անթերի նստի կառուցվածքի վրա, անթերի թևի ձևվածք ունենա, թևը տեղադրված լինի, օձիքի մշակումը լինի անթերի, ոչ մի տղամարդ փոքրիկ թերությունով պիջակ պատրաստ չի կրել։ Իսկ կանայք դա կարող են խաղարկել եւ այլ լուծումներով ուղղակի լրացնել։ Այդ տեսեք, ես երբեք դա չէի մտածի, որովհետեւ դե կանանց հագուստները շատ ավելի բազմազան են ու հետաքրքիր է։ Իրականացման առումով այո, տղամարդկանցն է բարդ, բայց ստեղծագործական առումով կանանցը իհարկե շատ ավելի բարդ է, որովհետև գործվածքի ընտրություն, սիլուետի ընտրություն, հաշվի առնելով նաև կազմվածքի առանձնահատկությունները, այս ամբողջ ինֆորմացիան ունենալով բավականին երկար ստեղծագործական փուլեր են անցնում, մինչև արդեն ստեղծվում է վերջնական հագուստը։ Հիմա եթե ասենք եկան հաջողությամբ ավարտեցին, գնացին մագիստրատուրան էլ ավարտեցին, չգիտեմ, կան մարդիկ, որ ուզում են, չգիտեմ, նաև գիտական բառը երևի դա էլ է ճիշտ, որ շարունակել ասպիրանտուրայում եւ ստանալ ինչ որ կոչում գիտական եւ այլն, լինում է դա հնարավոր է այս ասպարեզում, թե չէ։ Իհարկե հնարավոր է, ես վառ օրինակ անցած տարի միայն պաշտպանեցի տեխնացուական ատենախոսությունը հագուստի մոդելավորման դասավանդման արդի մեթոդները թեմայով, իհարկե համալսարանի կրթական աստիճանները դա թույլ են տալիս անցնելով յուրաքանչյուր փուլը, այո, հաջորդ շարունակելու միշտ հնարավորություն ունենք։
Ու կարևոր մի բանի մասին եմ ուզում խոսում, որ համալսարանում դասավանդող դասախոսների ծանրակշիռ մասը իրենք գործող մասնագետներ են։ Որը կարևոր է շատ։ Տեսական գիտելիքներով զինված մասնագետներ չեն, յուրաքանչյուր օր ոլորտում որոշակի գործունեություն իրականացնող մասնագետներ են։ Իրենք իրենց փորձը նաև բերում են լսարան, իսկ նորաձևությունը ամենօրյա փոխվող ոլորտ է։ Փորձը բերում են լսարան, ուսանողներին են ներկայացնում նաև նոր մեքենասարքավորումներ, նոր գործվածքներ, նոր մշակման մեթոդներ, ինչու՞ չէ, նոր ցուցադրության մեթոդներ, այդ ամենը հրամցվում է ուսանողներին, որպեսզի իրենք ավելի բարձր կետից կարողանան շարունակել, այսինքն այդ ամենը չմնա իրենց ուսերին բացահայտելու համար, անընդհատ նորությունները տրվում են իրենց։ Ես ենթադրում եմ, որ այստեղ էլ տեխնոլոգիապես զարգանում է անընդհատ, այսինքն երևի նոր տիպի կարի մեքենաներ կան, որ համարյա բավականացած բավականին ավտոմատով նույնիսկ բարևում են արդեն կարի մեքենաները յուրաքանչյուր օր երբ միացնում ես բարևում են, այո, իհարկե։ Հիմա շատ ավելի նեղ մասնագիտացված մեքենասարքավորումներ կան, որոնք այնպիսի անթերի կարող են կարել օրինակ ջինսի գրպանը զուգահեռ կարերով, որ մարդկային գործոնն այդտեղ կարող է փոքրիկ շեղում տալ, իսկ ինքը 1000 հատ կարելուց ոչ մի միլիմետրի շեղում չի ունենա։ Այսինքն մեքենասարքավորումները այո բավականին արդիականացված են ու շատ օգնում են։ Իսկ ասենք հիմա համակարգչով հնարավոր չէ ձևել, չգիտեմ, մոդելավորել նախագծել։ Դա վաղուց էին կանում։ Այսինքն հնարավոր է, չէ՞, դե իհարկե հնարավոր է։ Հիմա արդեն ավելի նոր ծրագրեր կան, որոնք ավելի արագացրել են process-ը։ Եթե առաջ թուղթ ու մատիտով մենք կատարում էինք բազմացում, այսինքն մեկ չափի հագուստը, երբ արդեն զգում ենք, որ ավարտված է եւ ստացվել է այնպեսին, ինչպեսին մենք ուզում ենք, իր լեկալները, գծագրերը պետք է բազմացնել եւ ստանալ տարբեր չափերի հագուստներ։ Հիմա դա արվում է համակարգչով մի քանի քլիքի օգնությամբ, իսկ մենք առաջ մեկ ամբողջ օր թուղթ ու մատիտով անում էինք դա։ Հրիփսիմ է, եթե նայում ենք աշխարհում, այդ ամենահայտնի մոդելավորողները կարծես, չգիտեմ, 90%-ը տղամարդիկ են, բայց Հայաստանում, ես որ նայում եմ, ասենք, այս ատելյեներին Եվան ավելի շատ կանայք են, այսպես։ Այդպես է թե չէ, իսկ ձեզ մոտ այ ուսանողները ենթադրում են, որ այստեղ պիտի աղջիկները շատ լինեն, այդպես է թե չէ։ Գուցե կարծրատիպերն են պատճառը, բայց փոխվելու միտում ունի, մեզ մոտ կան, տղաներ ունենք, այո, տղաներ ունենք, իրենք եւ Հայաստանում գործող տղա մոդելավորողներ էլ կան իմ գոլեգաներից։ Հենց համալսարանում իմ գոլեգան դասախոսում է Արամ Նիկոլյանը, մենք խումբն ենք կիսում, հրաշալի մասնագետ էլի, բայց այո, դեռ կարծրատիպերը կան, որ մոդելավորումը դեռևս ասոցացվում է Կարուձևի հետ, բայց Հայաստանում ես նկատի։ Այո, միայն Հայաստանում, բայց մենք մեծ քայլերով փոփոխություն է իրականացվում, փոխվում է ժամանակի հետ։ Տղաները ավելի ներգրավված են լինում։ Հա, դա իսկապես ես նայում եմ այդ հակասությունը կա, եթե նայում ես աշխարհում, չէ, որովհետև իսկապես ծանր մասնագիտություն է, ամբողջ օրը ժամանակը խլող, ինքը սկսվում է եւ չի վերջանում, ուղղակի եթե դու ոգեշնչում ունես, դու ստեղծագործում ես մինչեւ ստանաս արդյունքը։ Ինքը շատ ժամանակատար, էներգատար մասնագիտություն է ու այդ ոգեշնչումը թույլ չի տալիս դադար առնել եւ արդեն միայն պատրաստի ստեղծված հագուստն է եւ որ կարողանում ես վայելել արդեն արդյունքը ու դադար տալ աշխատանքից։ Ինձ թվում է այս նոր զարգացումները, այս նոր տեխնոլոգիաների, չգիտեմ, կարի մեքենաների եւ այլն ձեր սև գործը երևի կքչացնեն, այս առումով ավելի հեշտ կլինի։ Այսինքն ստեղծագործական մասը կմնա միշտ կարևոր, բայց այդ սև գործը, որ չգիտեմ, այդ ստանալը եւ այլն կհեշտանա, ենթադրում։ Այո, բայց մոդելավորումը փուլեր ունի։ Moodboard պատրաստելուց, որը նաև մեր ուսանողներին ենք այդ բոլոր փուլերին մասնակիցը դարձնում, moodboard պատրաստել, գործվածքներ ընտրել, նախագիծ ընտրել, այսինքն այդ բոլոր փուլերը իրենք իսկապես ժամանակատար են։ Սա իսկապես բարդ մասնագիտություն է, որովհետև այսպես որ նայենք պիտի թե այդ ընտրել, թե նյութն էլ է շատ կարևոր, ինչ նյութ է ընտրում, պիտի դրան էլ մարդ տեղյակ լինի, իմանա այդ ամենը, չեմ ասում բազմաթիվ նրբությունների մասին, այ ասացինք որ տարբեր մեքենաներ կան, այդ բոլորից տեղյակ կլինի եւ այլն։ Այնպես որ սա փայլուն մասնագիտություն է եւ կարծում եմ արհեստական բանականությունը չի վտանգում այս մասնագետներին
որ պիտի լինեն։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դե իմ զրուցակիցը Հռիփսիմե Մարոնյանն էր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոս։ Նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն